այստեղ Մայրաթոռում կատարվում է Սուրբ Ծննդյան պատարագ եւ պատարագ է տեղի ունենում նաեւ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որտեղ կզեղչվի Վեհափառի անունը, կմատուցվի կանոնից դուրս պատարագ առհասարակ ինչ է կատարվում հայ եկեղեցում։ Դե մենք արդեն մի ամսից ավել տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Բնականաբար հակականոնական պատարագներ, բնականաբար Վեհափառի անունը կզեղչեն եւ դա կանեն այն մարդիկ, ովքեր որ մշտապես սնվել են Մայրաթորից, բայց ատել են Վեհափառին, սնվել են Վեհափառի ձեռքից, բայց ատել են Վեհափառին։ Եվ ես չգիտեմ այդ մարդկանց ինչն է ստիպել այդ ամենը անել, բայց սա ստորություն է, անկեղծ։ Եվ եթե մարդիկ իրենց համարում են բարձրաստիճան հոգևորական, նույնիսկ իրենք պիտի թույլ չտային, որ որևէ մեկը իրենց հասցեին նմանատիպ արտահայտություն անել, բայց այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք ենթարկվող եպիսկոպոսներ, ունենք կամակատար եպիսկոպոսներ, ովքեր որ կարելի ասել փչացրեցին եպիսկոպոսի անունն ու պատիվը։ Հունվարի 4-ին հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանը, ստորագրեցին փաստաթուղթ, չգիտեմ որքան այն օրինական է եւ ուժի մեջ, այնուամենայնիվ ինչ սպասել առաջիկայում։ Բնականաբար որևէ ուժ չի կարող ունենալ այդ փաստաթուղթը եւ բնականաբար անօրինական է եւ մենք ականատես եղանք ամոթալի մի հատ արարողության, որը այսպես ասեմ արարողության, որովհետև դա պլանավորված գեշ եւ տգեղ արարողություն էր եւ կարելի ասել ցավալի եւ ամոթալի անկեղծ, որովհետև սա աներևակայելի է եւ պատմության մեջ գնալ Ղազագիր ստորագրել, սա որևէ տեղ որևէ արդյունք չտվող մի պատմություն է, այսպես ասեմ։ Այո, սա ցավալի էր, բայց դե այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք։ Որևէ ուժ չի կարող ունենալ։ Ուղղակի անսպասելի էլ չէր, այսպես ասեմ։ Եվս մեկ անգամ ուղղակի ապացուցվեց, որ այդ մարդիկ անում են այն, ինչը որ մենք բոլորս գիտենք, կատարում են մի հոգու կամք։ Եթե չհաջողվի այս ճանապարհով հասնել հաջողության, կարծում եք կփորձեն իրավապահների միջոցով ամեն դեպքում գուցե գրոհել Մայրաթոռը, բռնի ուժ կիրառել։ Ոչինչ անսպասելի չէ, ամեն ինչի ակնհայտ է եւ կարող է տեղի ունենալ եւ բայց ելի եմ կրկնում, ես սա մի քանի անգամ ասել եմ, Մայրաթոռը այն վեմն է, այն քարն է, որին բախվելով փշրվելու են, որովհետև Մայրաթոռ գրոհելը դա նշանակում է գրոհել Աստծո դեմ, դա նշանակում է գրոհել Քրիստոսահաստատ եկեղեցու դեմ։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում ապացուցել այսօրվա իր հրավիրած ուղերձով, իր խոսքով։ Ինձ թվում է մարդկանց քանակ է ուզում տեսնել, թե որքան մարդ կգնա Մայրաթոռի դեմ, որքան մարդ կհետևի իրեն այս դավադիր քայլերը կատարելու համար։ Ինձ թվում է մենակ դա, քանի որ իրենք շատ հեռու են ուխտի գնալուց, հետևաբար ինչպես ասեց իրենց պատգամավորներից մեկը, սա ուխտաերթ է, ոչ թե ուխտերթ։ Այսքանը։ Սիրով։